Աստծո հրեշտակներ, այս անունն են տվել աուտիկներին, մարդկանց, որոնք ապրում են իրենց մեկուսի աշխարհում։ Բժշկական տերմինաբանությամբ աուտիզմը նյարդաբանական խանգարում է։ Մարդու կյանքի առաջին 3 տարիներին աուտիզմի դրսևորումները հնարավոր է աննկատ մնան։ Դրա առաջացման պատճառները համաշխարհային բժշկությանն առայժմ անհայտ են։ Եվրոպայում 33 միլիոն աուտիկ կա։ Հայաստանում ստույգ թիվը առայժմ անհայտ է, բայց նրանցից մի քանիսը մասնակցում էին այսօր կազմակերպված իրազեկման երթին։ Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ աուտիզմ ազգային հիմնադրամի քայլարշավին աուտիկների կողքին են նաև հանրակրթական դպրոցների աշակերտները։ Մենք հիմա հավաքվել ենք այստեղ, որ նրանց ասենք, որ նրանք չհուսահատվեն եւ պինդ լինեն։ Չեմ որոշում մարդիկ ինչպես ծնվեն, պետք է ունենք մեր ֆիզիկական ներկայությամբ թեկուզ աջակցենք ինչպես կարող ենք։ Քայլերթի 100-ից ավելի մասնակիցները քաղաքապետարանից ուղևորվեցին կառավարություն։ 2012 թվականին գործադիրի որոշմամբ է ստեղծվել աուտիզմ ազգային հիմնադրամը, բայց ոչինչ չէր ստացվի, եթե մինչ այդ աուտիզմ ունեցող երեխաներով զբաղվող դպրոց չայցելեր հանրապետության առաջին տիկինը։ Այդ օրվանից սկսվեցին մեր հաջողությունները, որտեղ առաջին տիկինը հանրապետության շատ սրտացավ եւ հետեւողական ձևով սկսեց աշխատել այս ծրագրի վրա։ Արդյունքում ստացվեց հիմնադրամը, իսկ ավելի ուշ քաղաքապետարանը նոր դպրոց կառուցելու համար տարածք տրամադրեց։ Նախկին երկսենյականոց փոքրիկ տարածքի փոխարեն այս երեխաները նոր-նորքում Գյուրջան 13 հասցեում կստանան կրթական թերապիա, կանցնեն սոցիալական ադապտացիոն ծրագրեր, կապահովվի նաև նրանց զբաղվածությունը։ Այս պահին դպրոց է հաճախում 90 երեխա։ Շենքի կառուցումից հետո նրանց թիվը կրկնապատկվելու է։ Օր կա որ 3-4 դիմում ենք ստանում ծնողներից եւ նրանք այլևս ուրիշ տեղ չունեն դիմելու։ Սա միակն է, միակ դպրոցն է, առաջինը եւ ելի եմ ասում ոչ միայն Հայաստանում, նաեւ տարածաշրջանում։ Աուտիզմը հիվանդություն չէ, դա ապրելակերպ է, հոգու տեսակ, հիշեցնում է Ռիտա Սարգսյանն ու նշում, որ աուտիկներին հասարակությանն ինտեգրելու համար կարևոր է հենց հասարակության մասնակցությունը։ Եթե մենք այդքանը հասկանալով այդ ջարդենք այն պատը, նրանք անպայման կգտնեն իրենց տեղը մեր հասարակության մեջ։ Ազատության հրապարակում այսօր նաև երգի շտորհանդես էր։ Երաժշտության հեղինակը Ռիտա Սարգսյանն է, տեքստը գրել է Ավետ Բարսեղյանը։ Աստծո հրեշտակներ երգը նվիրվում է հայ աուտիկներին։ Այս տարի առաջին անգամ Հայաստանում նաև կապույտ լույս վառվեց։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը լուսավորվել է կապույտով, հասարակությանը կոչ անելով ուշադիր լինել աուտիզմով տառապող մարդկանց խնդիրների նկատմամբ։ Թերեզա Կադաևչյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։